քանի որ ասել եք 3 ժամ, հա։ Գործընկերներ ջան, տեսեք, մի փոքր երկար տևեցին մեր ելույթները, բայց առավել քան բովանդակային։ Տեսեք, 18 հատոր է ներկայացվել քննիչի կողմից միջնորդությանը կից։ Այդ 18 հատորում միակ տվյալը դա երևի թե կենսագրական տվյալներն են Սամվել Կարապետյանի եւ այն հարցազրույցը, որը բոլորը տեսել եք։ Այսինքն այլ մնացած տվյալները ընդհանրապես առնչություն չունեն, բայց կարգը այնպիսինն է, եթե տվյալ է ներկայացվել, պետք է ասել, որ նշվածը աբսուրդ է, որ նշվածը առնչություն չունի, որ նշվածը հեյրուրանք է եւ այլ եւ այլ։ Դրա համար ստիպված ենք լինում որոշ հանգամանքների ավելի երկար անդրադառնալ, նաև նույն Վճռաբեկ դատարան, Վերաքննիչ քրեական դատարան այս հանգամանքների վերաբերյալ էլ կարևոր շեշտադրումներ կային։ Բայց ես ինչի համար էի ուզում նշված առիթը օգտագործել դիմելու ձեզ։ Այն ժամանակ, երբ օրինակ իմ գործընկերը պարոն Վարդանյանը կամ պարոն Ֆերոյանը ներկայացնում են իրենց դիրքորոշումը, պարզապես հնարավորություն ունենալով, քանի որ այդ ժամանակ դեռ ես ելույթ չէի ունենում, ես տեսա, որ զանգվածային լրատվության միջոցներով կարծես արդեն իսկ մեր նիստը ավարտվել էր։ Հիմա ուզում էի հասկանալ, որտեղից էր այդ տվյալը եւ որտեղից էր, որ նման տվյալ տարածվում էր, որովհետեւ կամ մեկ այլ իրականություն գոյություն ունի, ինչ որ Խոսքը 2 ամսով կալանքի մասին է։ Այո, ես օրինակ չեմ ասում, որտեղից էր։ Լրատվականներից մեկը դրել էր։ Բայց ես նաև տեսա մեկ այլ լրատվական էլ կարծես թե դեռ մինչ այս պահը պահպանել է նշված տվյալը։ Եկեք այս պահին մեկնաբանություն լրատվուցիչ չտամ, բայց ամեն դեպքում ես քիչ առաջ ստուգել էի նշվածը դեռևս մեկ լրատվականում պահպանվում էր, ինչևէ սա բոլոր դեպքերում ուզում էի արձանագրել։ Նիստը ընթանում է այն տրամաբանությամբ, որ մեր կողմից հարցադրումներ տվեցին քննիչին եւ դատախազին, որտեղ ի վերջո դատախազը եւս մասնակցում է, այնուհետեւ նաեւ քննիչը եւ դատախազը իրացրեցին իրենց իրավունքը եւ հարցեր տրամադրեցին նաեւ մեզ, որոնց վերաբերյալ մենք եւս մեր պատասխանները ներկայացրեցինք։ Ըստ էության հիմա 30 րոպե ընդմիջում է դատարանի նախաձեռնությամբ։ Տեսնենք շարունակությունը, արդեն ըստ էության մենք ավարտին մոտենում ենք։ Առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ այսքան մեր հայրենակիցներ փառք ու պատիվ իրենց, չնայած եղանակային նման ցուրտ պայմաններին գտնվում են այստեղ եւ իրենց աջակցությունը անասելի կարեւոր է։ Չափազանց կարեւոր է, ոգեվորող է, ոգեշնչող է, հալալ լինի իրանց, հալալ լինի ուղղակի։ Նաեւ իհարկե հենց շարունակությունը դա էր, պարոն Կարապետյանը ճիշտ հուշում էր տալիս եւ իհարկե այս ամենի ամենա առանցքային դեռևս 2025 թվականի հունիսի 18-ից մինչ օրս իհարկե հանդիսանում են նաեւ զանգվածային լրատվության միջոցների գործընկերները, որովհետեւ հատկապես երբ բախվում ես քաղաքական հետապնդման, իրավունքների պաշտպանության ամենակարևոր գործառույթը դա իրավունքների խախտումների մասին բարձրաձայնումն է։ Իսկ մենք այդ հնարավորությունից առանց ձեզ չենք կարող օգտվել։ Փառք ու պատիվ նաեւ ձեզ, գործընկերներ, հալալ լինի նաև ձեզ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, Սամվել Կարապետյանի տրամադրությունը ոնց է ելույթ ունեցել է առասարակ։ Որոշ հարցերի հենց ինքը անդրադարձ կատարել է, իր տրամադրությունը, իր մոտեցումները, իր կամքը, վճռականությունը որևէ կերպ չնայած 5 ամիս շարունակվող կալանքին, 5 ամիս շարունակվող կալանքին եւ կան հանգամանքներ, որոնց վերաբերյալ մենք պարզապես չենք բարձրաձայնում, բայց մարդկային իմաստով մարդասիրության տեսանկյունից պատկերացրեք 5 ամիս կալանք ոչ մի բանի պայմաններում։ Դա իսկապես ծանրագույն իրավիճակ է, բայց Սամվել Կարապետյանի դեպքում կարծես այդ ամենը որևէ ձևով չնկատվի, բայց մարդկային տեսանկյունից, իրավունքի տեսանկյունից, լավ հայ մարդուն բնորոշ վարքագծի տեսանկյունից, այս ամեն ինչը մեզ սազեկան է։ Լավ ամբողջ աշխարհի արչև մենք ինչ ենք մատուցում այս ամենի պայմաններում։ Մենք եթե մեր ազգությամբ հայ խոշոր գործարարին, ներդրողին վերաբերվում ենք այսպես, ինչ ենք պատկերացնում, որ օտարերկրյա ներդրողը պետք է պատկերացում կազմի Հայաստանի մասին։ Մի օրվա ընթացքում սեփականության իրավունքի միջամտություն, անձնական ազատության իրավունքի միջամտություն, լավ էս ամեն ինչին ի վերջո մի պահ կարելի է վերջ տալ։ Ի վերջո կարելի է վերջ տալ։ Այն, որ ինքը նաև իր դիրքորոշումն էլ
կարճ շեշտադրումներով ներկայացրեց, ինչպես նաև նախկինում այլ նիստերի ընթացքում, դա բնական է, բայց ես ուրիշ բանն եմ ուզում հասկանալ։ Վերջին շրջանում բոլոր միջազգային հեղինակավոր մասնագետներ, կառույցների ներկայացուցիչներ, որոնց հետ հանդիպումներ ենք ունենում, առաջին հարցը միշտ տալիս են, ասում են, լավ, ոնց է այսքան երկար կալանքը, ձեզ մոտ այլ խափանման միջոցներ չկան օրենսդրությամբ։ Դրան է ուզում գա, այսօր ակնկալենք, որ եթե ազատ արձակում չլինի, գոնե խափանման միջոցնային կալանք կամ Մենք հստակ հիմնավորել ենք, որ բոլոր 3 այսպես կոչված դրվագներով չկա ընդհանրապես հիմնավոր կասկած, այսինքն չկա խափանման միջոցի պայմանը։ Նման դեպքում իհարկե պետք է պարզապես մերժվի։ Պարզապես միջնորդությունը պետք է մերժվի, բայց նաև ներկայացրել ենք, որ եթե բոլոր դեպքերում դատարանը գտնում է, որ նշված պայմանը ինչ որ կերպ հաղթահարվում է, ապա թույլատրելի համարի այլընտրանքային խափանման միջոցները, այդ թվում համակցությամբ կիրառելով։ Դրա վերաբերյալ առիթը կլինի մանրամասները եւս կներկայացնեմ։ Ձեզ շնորհակալություն շատ-շատ։ Իսկ հասցրել եք խոսել պարոն Կարապետյանի հետ հեծի այսօրվա լիցենզիայից։ Դրա վերաբերյալ առանձին կարծում եմ դեռ հնարավորություն կունենանք խոսելու, տենց հատուկ մանրամասներ այս պահին չփոխանցեմ։ Շնորհակալություն։ շնորհակալություն։